Իհարկե ողջունելի է, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց իրավունքների համար պայքարում են եւ բնական է, որ մենք էլ մեր բոլոր հնարավորություններով պետք է աջակցենք իրենց եւ ասեմ, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ որպես գործատուներ եւ որպես վարձուղ այդ ոլորտում ներգրավված մի քանի հարկային պրեսինգի տակ են, բացի այդ շրջանառության հարկի փոփոխությունից տեղական որոշումներն էլ, որոնք կայացվում են իշխանությունների կողմից, ելի ազդում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, տեղական տուրքերի վճարների տեսքով, տրանսպորտի թանկացման տեսքով, որովհետև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հաստատ տրանսպորտից օգտվում են եւ ավելի թանկ են վճարում, կարմիր կետագծերի թանկացման հետ կապված, իդեպ այս մասով ես ասեմ, որ Մայր Հայաստանը դատական պրոցեսի մեջ է եւ ինչ որոշում ունենք, ինձ ուղղակի հուշում են մեր թիմակիցները, թե 25 թվականին։ Ես ուրեմն ուղիղ եթերում քիչ առաջ իմացանք, որ տեսեք կարմիր կետագծերի հետ կապված մենք դատի էինք տվել իշխանություններին 24 թվականի որոշման, առաջին ատյանում շահեցինք, հետո գնացինք վերաքննիչ, հիմա վճռաբեկում իշխանությունները բողոք հարկում են, որովհետև պարտվել են եւ այդ 13 անգամ թանկացումը համարվել է ոչ իրավաչափ եւ քիչ առաջ տեղեկացանք, որ 25 թվականի վերաբերյալ որոշումն էլ, որը մենք բողոք հարկել էինք դատական կարգով, դատարանը որոշել է, որ ոչ իրավաչափ է, այս առումով մենք շարունակելու ենք այդ պայքարը, դա նույնպես առնչվում է դեպ ասեմ փոքր ու միջին բիզնեսի, որտեղ իրանք էլ կարող մեքենաներ ունենան կայանման համար կենտրոնում 3 անգամ են թանկացրել, Արաբկիրում 2 անգամ են թանկացրել եւ տեղական տուրքեր վճարներից բացի այս բոլոր պրեսինգները սրան նաեւ գումարվում է բանկային ռեկետը, որին ենթարկվում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ կարելի է արդեն պատկերացնել, թե իրենց խնդիրների ամբողջական փաթեթը ինչպիսին է։ Ես հիշեցնեմ, որ այս իշխանությունները երբ որ գալիս էին այսպես կառավարման ղեկը ստանձնելու, ասում են, որ իրենք ժողովրդի ներկայացուցիչներն են, ամեն ժողովրդի համար սիրում են բոլորին, հարգում են բոլորին, չգիտեմ, խոնարհվում են բոլորի առաջ, խոսքով այդպիսի բաներ էին ասում, եւ ասում են, որ իրենք ժողովրդավարական, այսպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ես կուզենայի, որ պարոն Բոզյան, դուք ներկայացնեիք համեմատականը, օրինակ մենք պետք է չափվենք, չէ՞, մենք ունենք տարածաշրջանում հարևան բարեկամ Վրաստան եւ հարևան թշնամի Ադրբեջան։ Ես կուզենայի, որ մենք մի հատ համեմատական տանեինք, թե որտեղ ինչ մոտեցում կա փոքր ու միջին բիզնեսի հետ կապված եւ Հայաստանը ինչ վիճակում է գտնվում, որպեսզի այսպես մանիպուլյատիվ չհնչեն ձևակերպումները, հա, մենք ժողովրդի համար ենք կամ ժողովրդին դեմ ենք, մի հատ համեմատականներ տանենք, հասկանանք եւ